Ես կարծում եմ, որ ոստիկանությունը շատ արագ արձագանքել է դեպքին, երբ որ արդեն առերևույթ տեսանել էին, որ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ են տեղի ունենում եւ դրանից հետո տեսանել է եղել բավականին հանրային իր ամեն ինչը ոչ չեմ կարծում։ Կարծիքներ կան, որ ուշացած եք արձագանքել, որովհետև երբ թաղապետը զանգահարում եւ անհանգներ հնչեցնում, այդ ժամանակ պետք է գործողություններ հաջորդեին։ Կարծում եմ, այդ ընթացքում որոշակի ուսումնասիրություններ տեղի են ունեցել։ Այդուհանդերձ ես նորից մնում եմ կարծիքին, որ արձագանքը այդ բանին չի։ Այսինքն այդ ժամանակ կանխվել եւ չտար, երբ որ հայանքներ հնչեցնում այդ գործընթացը։ Տարբեր վարկածներ կարող լինեն եւ ինչու երբ որ այդ ժամանակ տեսախցիկների արժեվ հրապարակվում էր, թե ինչպես է թաղապետը հայանքներ հնչեցնում սեռական բնույթի ակտիվիստին, այդ ժամանակ որևէ գործողություններ չհաջորդեցին։ Ինչ գործողություններ եք ենթադրում, որ պետքա լինեին։ Այսինքն նորմալ է ինչ որ հրապարակվում։ Ես ընդհանուր առմամբ չեմ կարծում, որ նորմալ է։ Եկան տարան բռնության ենթարկված։ Ես կարծում եմ, որ ես գիտեմ, որ քրեական հետապնդում է հարուցված նաև թաղապետարանի աշխատակիցների եւ եթե չեմ սխալվում նաև թաղապետը։ Այսօր թաղապետը ներողություն է խնդրել այդ դեպքի համար, ներողություն է խնդրել քաղաքապետարանի նիստում։ Արդյոք եւ արդեն կարծիքներ կան, որ կարելի է մարդկանց ծեծել եւ ներողություն խնդրել եւ դրանով, այսպես ասած, ամեն ինչ կհարթվի։ Սա նաև ոստիկանության վարույթ կա նախաձեռնված, այսինքն ներողություն խնդրելը մարդու իրավունքն է եւ ինքը արտահայտվում է եւ զղջացել է արարքի համար, բայց մյուս մասով պատասխանատվության առումով քրեական վարույթ կա նախաձեռնված, ես չգիտեմ դա արդեն նախաքննության մարմինը ինչ կդիտարկի, հա, ներողություն խնդրելը, որպես մեղմնացնող հանգամանք կամ դիտարկի կամ չի դիտարկի, բայց Այսինքն մի շաբաթ պետք է անցնել, նոր որոշել, որ պետք է ներողություն խնդրի։ Ես չեմ կարող թաղապետի տեղը պատասխաններ տալ։ Պարոն Մկրտչյան, ոստիկանությունը ինչ սկզբունքով առաջնորդվեց, որ բերման ենթարկեց ոչ թե հարվածողներին, այլ այդ հարվածները ստացածներին։ Ոստիկանությունը արձագանքում է իր ունեցած տեղեկատվության հիման վրա, հասնում է դեպքի վայր, գնահատում է իրավիճակը, համադրում է տեղեկությունները եւ որոշումները կայացնում է իր ուսումնասիրություններով ստացված գնահատականությամբ։ Լայվը չէին նայել, ուղիղ հեռարձակումը, որտեղ բարձ երևում է, թե ինչպես էին հարվածներ հասցնում այդ բլոգերին, այսինքն դա չէին նայել եւ գնացել էին ինչ որ պահ էին ֆիքսել եւ դրա վրա հիմնվել։ Ես նման բան չասացի, ես ասացի, որ ոստիկանությունը արձագանքում է եւ արձագանքել է եւ րոպեներ հետո ոստիկանության ծառայողները ներկա են եղել այնտեղ, կարծում եմ սկզբում փորձել են ընդհանուր հասարակական կարգը պահպանել, հետո նաեւ ամենայն հավանականությամբ ուսումնասիրել են մյուս ձայնագրությունները, որոնք առկա են եղել եւ բնականաբար վարույթը նախաձեռնվել եւ այս պայդրությամբ մենք ունենք վարույթում ներգրավված եւ անձիկ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում։ Պարոն Մկրտչյան, պարզապես նորմալ չի, երբ որ մի կողմին տանում են կռվի, մյուս կողմին թողնում են չեն տանում, այսինքն ոստիկանությունը։ Գուցե ոստիկանները պետք է երկու կողմին տանեն եւ բարձրեն այդ ամեն ինչը բաժնում։ Ես այս պահին չեմ կարող ասել կոնկրետ քանի հոգի է տարվել, քանի հոգի է ձերբակալվել, ամենայն դեպս տեսաձայնագրության մեջ մեկ անձ, մեկ քաղաքացի կոնկրետ օրինական բան չի ենթարկվելու կադրեր եմ ես ինքս տեսել եւ կարծում եմ առաջնահերթ գործողությունը ձերբակալման կատարվել է այդ անձի նկատմամբ։ Այլ թեմայով մեկ հարց, պարոն Մկրտչյան, ներքին գործերի նախարարությունում արդյոք Նիկոլ Փաշինյանին համարում են Քյասիբի ռադիո, թե ոչ, որովհետև նա կառավարության նիստում ելույթ ունեցավ մայթերը այլ առարկաներով զբաղված լինելու առումով շինանյութ եւ այլն եւ մեքենաների կայանում եւ ասես տպավորություն է, որ Քյասիբի ռադիոյում խոսում Ոչ, ներքին գործերի նախարարությունում չեն համարում նման բան։ Շարունակում մայթերի վրա մեքենաներ կայանել, ինչ որ մարդիկ իրենց մեքենայի հանել դնել։ Իր ուժերի չափով ոստիկանությունը փորձում է արձագանքել եղած դեպքերին, նմանատիպ դեպքերի վերացման համար եւ բնականաբար ռեսուրսի ներածով է անում, իսկ առավել էֆեկտիվ աշխատելու համար ձեռնարկվում են միջոցներ։